Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ եմ ներկայացնելու շատերի համար սպասված տեսանյութ, ինչպես պատրաստել թթխմոր։ Այս տեսանյութում ներկայացնելու եմ թթխմորի պատրաստման գաղտնիքները, նրբությունները, թե ինչպես պատրաստել, որպեսզի ստանաք հիանալի թթխմոր եւ հենց առաջին իսկ փորձից ձեր մոտ էլ ստացվի թթխմորը։ Խորհուրդ եմ տալիս տեսանյութը դիտել սկզբից մինչև վերջ, ընթացքում բաց չթողնել ոչ մի հատված, որպեսզի ավելի հեշտությամբ կարողանաք պատրաստել։ Ահա այն ամենը, ինչ որ պետք է թթխմոր պատրաստելու համար։ Անհրաժեշտ է ջուր, ես վերցրել եմ թորած ջուր, կարող եք թորած ջուր չվերցնել, ուղղակի սովորական սենյակային ջերմաստիճանի ջուր վերցնել։ Հաց թխելու համար ալյուր, սպիտակ ալյուր է եւ այստեղ ունեմ տարեկանի ալյուր, օրգանական ալյուր են երկուսն էլ։ Մեզ անհրաժեշտ է 1 տարա, այսպես երկարավուն լինի, որպեսզի թթխմոր ավելի լավ բարձրանա, կշեռք եւ մեկ այլ խոր ափսե, որի մեջ պետք է խառնենք։ Հիմա ավելացնում ենք, առաջին օրն է սա, ավելացնում ենք 30 գրամ սպիտակ ալյուրից եւ հիմա կավելացնենք 5 գրամ տարեկանի ալյուրը։ Տեսեք, ես կշեռքով եմ աշխատում եւ ուզում եմ, որպեսզի չափերը ճշգրիտ լինի։ Հիմա ավելացնում եմ 35 գրամ ջուրը եւ կխառնենք, այսպիսի զանգված է ստացվում, թթվասերի խտությունից մի փոքր ավելի կարելի է ասել պինդ է ստացվում, ահա տեսնում եք, այսպիսի զանգված ենք ստանում, հենց սա առաջին օրն է։ Լավ խառնում ենք, որովհետև կարևոր պայման է, որպեսզի լավ խառնված լինի։ Հիմա պետք է տեղափոխենք մաքուր տարայի մեջ, անպայման մաքուր տարայի մեջ ենք լցնում։ Շատերը հենց նույն ափսեի մեջ թողնում են մնա, բայց ավելի լավ է հենց այսպես տարան մաքուր լինի եւ տեղափոխեք տարայի մեջ։ Այնուհետև կափարիչը հերմետիկ չենք փակում, ուղղակի այսպես դնում ենք վրան եւ թողնում ենք մնա 24 ժամ սենյակային ջերմաստիճանում։ Հաջորդ օրը նույն ժամին պետք է կերակրենք թթխմորին, այսինքն ցույց կտամ, թե ինչպես ենք հաջորդ օրը կրկին կերակրում։ Սա երկրորդ օրն է։ Երկրորդ օրվա ընթացքում տեսնում եք, այդքան էլ շատ փոփոխություն չի նկատվում, 1-2 երևի այսպես պղպջակներ կան, բայց ընդհանուր առմամբ շատ տեսքից փոփոխություն չկա։ Երկրորդ օրը հենց այս տարայի մեջ ավելացնում ենք կրկին 30 գրամ սպիտակ ալյուրից եւ կավելացնենք 5 գրամ տարեկանի ալյուրից։ Ավելացնում ենք 35 գրամ ջուր, մի լավ խառնում ենք, ահա այսպիսի զանգված պետք է ստանանք, տեղափոխում ենք մաքուր տարայի մեջ եւ կափարիչը հերմետիկ չենք փակում, ահա այսպես դնում ենք վրան եւ թողնում ենք մնա 24 ժամ։ Ահա եւ երրորդ օրն է, տեսեք ինչքան շատ պղպջակներ կան։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ լավ ակտիվ է մեր թթխմորը, բայց ասեմ, որ երրորդ օրը այդքան էլ հաճելի հոտ չի ունենում, չխաբվեք այդ հոտին, որովհետև շատ ժամանակ շատերը հոտին խաբվելով մտածում են, որ փչացել է թթխմորը, բայց այդպես չէ։ Հիմա այդ թթխմորից վերցնում ենք 35 գրամը, ավելացնում ենք 30 գրամ սպիտակ ալյուրից եւ 5 գրամ տարեկանի ալյուրից։ Ավելացնում ենք 35 գրամ ջուր եւ կրկին մի լավ կխառնենք, այսինքն նույն գործողությունը կատարում ենք մի քանի օր։ Այստեղ ես չզրոյացրեցի, դրա համար միանգամից 35 գրամին ավելացրեցի 35 գրամ ջուրը, դրա համար ընդհանուր ստացվեց 70 գրամ։ Ահա այսպիսի տեսք ունի, կրկին տեղափոխում ենք մաքուր տարայի մեջ եւ կսպասենք 24 ժամ։ Տեսնում եք, ահա այսպիսի նշան եմ արել, որպեսզի տեսնեմ արդյոք բարձրանում է թե ոչ։ Օր 4-րդ։ Ինչպես նկատեցիք, արդեն իսկ բավականին վերև է բարձրացել թթխմորը, բայց հետո կրկին իջել է։ Նշածը ստեղից տեսնում եք, նայեք ինչքան կյանք կա այս թթխմորի մեջ, ինչքան պղպջակներ կան, տեսնում եք, չէ՞։ Ահա այս նշանն է, որ մեր թթխմորը առողջ է եւ մենք շարունակում ենք կերակրելը, քանի որ դեռ պատրաստ չէ։
Կրկին վերցնում ենք այդ թթխմորից 35 գրամը, այնուհետև ավելացնում ենք 30 գրամ սպիտակ ալյուրից և 5 գրամ տարեկանի ալյուրից, այնուհետև ավելացնում ենք 35 գրամ ջուրը և մի լավ խառնում, այսինքն այդ նույն գործողությունն ենք անում, ինչ որ նախորդ օրերին ենք կատարել, կրկին մի լավ խառնում ենք, տեղափոխում ենք մաքուր տարայի մեջ և կթողնենք մնա 24 ժամ, սենյակային ջերմաստիճանում չենք մոռանում, որ հերմետիկ չենք փակում տարայի գլուխը, այլև այսպես թեթև։ Անպայման այս նշանը անում ենք, որպեսզի տարբերությունը տեսնենք, թե ինչքան է բարձրացել։ Օր 5-րդ, ինչպես տեսնում եք, բավականին բարձրացել է վերև, թթխմորը, ասեմ, որ շատ հաճելի բույր ունի և տեսեք ինչքան ակտիվ է, ինչքան պղպջակներով հարուստ է և կյանք կա այս թթխմորի մեջ։ Կվերցնենք այս թթխմորից կրկին 35 գրամը, ինչպես որ նախորդ օրերին ենք կատարել, նույն գործողությունն ենք կատարելու, այսինքն թթխմորից 35 գրամ ենք վերցնում, սպիտակ ալյուրից 30 գրամն ենք ավելացնելու և ավելացնելու ենք կրկին 5 գրամ տարեկանի ալյուրից, այնուհետև 35 գրամ ջուրը։ Մի լավ խառնում ենք և այնուհետև տեղափոխելու ենք տարայի մեջ, անպայման պայման է, որ տարան պետք է լինի մաքուր և նաև դնում ենք նշանը, որպեսզի հետևենք աճին։ Օր 6-րդ, ինչպես նկատեցիք, տեսնում եք ինչքան մանր են պղպջակները, բայց մեր թթխմորը ակտիվ է, դեռ պատրաստ չէ, վրայից երևում է, որ պատրաստ չէ, հիմա շարունակում ենք կրկին նույն գործողությունը կատարելը, կերակրելը, 35 գրամ ավելացնում ենք թթխմորից, 30 գրամ սպիտակ ալյուրից, 5 գրամ տարեկանի ալյուրից ենք ավելացնելու և 35 գրամ ջուրն ենք ավելացնում, այսինքն այն նույն գործողությունը նորից կատարեցինք, քանի որ դեռ պատրաստ չէր մեր թթխմորը, այսպես տարայի մեջ ենք տեղափոխում, կրկին նշանը դնում և թողնում 24 ժամ մնա։ Հիմա արդեն իսկ 7-րդ օրն է։ Ինչպես տեսնում եք, 7-րդ օրը այսպիսի փոփոխություն ունենք, այսինքն 2 անգամ ավելացել է մեր թթխմորը, բայց չէր իջել, այսինքն սա լավ նշան է, որ համարյա մեր թթխմորը պատրաստ է։ Այս անգամ 35 գրամի փոխարեն 50 գրամ ենք վերցնում, 50 գրամ թթխմորն է, ավելացնում ենք 40 գրամ սպիտակ ալյուրից և 10 գրամ տարեկանի ալյուրից, այսինքն երբ որ տեսանք, որ արդեն իսկ այն 2 անգամ էր ավելացել, այս ձևով ենք անում, նաև 50 գրամ ջուրն ավելացնելուց հետո մի լավ խառնում ենք, կրկին տեղափոխում ենք մաքուր տարայի մեջ և կթողենք մնա 24 ժամ։ Եվ 8-րդ օրը, ինչպես տեսնում եք, մեր թթխմորը հիանալի վիճակում է և այն պատրաստ է, քանի որ մի քանի անգամ ավելի բարձրացել է նշված վայրից, այն նշված կետից, կարելի ասել 3 անգամ կամ ավելի շատ բարձրացել էր վերև և ներքև չէր իջել։ Հիմա նաև թեստ կանենք, արդյոք պատրաստ է, թե ոչ, եթե կմնա ջրի երեսին, ուրեմն պատրաստ է, եթե հատակին կգնա, ուրեմն պատրաստ չէ։ Ինչպես նկատեցիք, մեր թթխմորը իսկապես պատրաստ է, այսինքն վերևի հատվածում մնաց։ Տեսեք ինչքան լավ թթխմոր է, կարող եք նաև արդեն փորձել ձեր առաջին հացը, իսկ եթե ավելի համբերատար գտնվեք, կարող եք 1 շաբաթ ևս կերակրելուց հետո նոր փորձել ձեր առաջին հացը, իսկ տեսեք արդեն իսկ ավելացրեցի 50 գրամ թթխմորից, 40 գրամ սպիտակ ալյուրը և 10 գրամ տարեկանի ալյուր, այնուհետև ավելացնում եմ 50 գրամ ջուրը և կխառնեմ և կպահեմ այս հիասքանչ թթխմորով թխած հացերը ամենահամեղն են, առանց հավելումների, որովհետև բաղադրության մեջ միայն աղ ջուր և ալյուր է։
Սիրելիներս, հաջորդ տեսանյութերում անպայման նաև կցուցադրեմ հացի պատրաստման եղանակները։ Շնորհակալություն, որ դիտեցիք տեսանյութը, եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, իսկ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք զանգակ կոճակին, նաև սեղմեք բաժանորդագրման կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք շուտով։